5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է Ողջույն, սիրելի բարեկամ։ Այսօր Պլուպուղու խոսքը մեզ տանում է իշխանության, խղճի ու արդարադատության խաչմերուկ։ Կան երևույթներ, որոնք անհամատեղելի են, ի բնե եւ անընդունելի բոլոր ժամանակներում։ Լեղին մեղրով կերցնելը կեղծիքի կոծկում է, իսկ լեղին գիտակցաբար մեղր տեսնելը պատեհապաշտություն է, որի քողի տակ հարմարությունը թաքցնում է խիղճը։ Երբ մարդը կանգնում է իշխանության դռանը, արդյոք արդարադատությունը նրան սպասում է բաց ձեռքերով, թե միայն դատարկ խոստումների մեղրով է պատվում։ Իրականում որտեղ է ավարտվում պաշտոնը եւ սկսվում խիղճը։ Ահա այս հանգույցն է այսօրվա մեր զրույցի նյութը, եւ այսօր Պլուպուղին իր խոսքով բացում է դաժան անկեղծության այդ սահմանը։ Նրա խոսքը կտրում է քաղաքենիական հարմարավետության թելը, ցույց տալով, թե ինչպես է քաղցր խոսքը շպարում արարքի դառնությունը եւ հիշեցնում, որ բառերը բարոյական ցուցիչներ են, իսկ աղոթքի արժանի խոսքը սկսվում է գործով, հարգանքով, սթափությամբ ու պատասխանատվությամբ։ Լսենք զրույցը, ճանաչենք քծնանքի քողարկված լեզուն ու խոսքի շքեղությամբ ծածկված արդարության չգոյությունը։ Մելիք Շահնազարը Պլուպուղու նշանակում է Իբրահիմ խանին կողքը, ուրան հարցերով զբաղվող։ Մին պատարբեր ժամանակը անցկենում։ Մելիքը կյամա խանին խոնախ, տեխաններ ուրան աղջիկին մարսնանում։ Մի շաբաթ դեղ կենում է, եդնան մինոր մտնում է Պուղուն օթախը ու սկսում է խանին թարիփ հանելը։ Պուղին անսած կանում է թարիփը, մենակ կրկնում է։ Նմանը զնումանը սիր է։ Պուղուն սածան պենչ է սկանում Մելիք, որովհետև կիրապարար։ Ինչս ասում այս սադանա, հեչ ասում կճործը թունդավ իրան խոպ կթև։ Գիդում ես այ բլկատա, խանը ինձ ամեն օր եղ ու մղեր ավտոցնելի սիլայել։ Ասում է Մելիքը։ Լղե մղրաված ասկում, տեր բանար զաչ սկուրած։ Այ բլ, դուս տղանես դիկիրապարը սվերալ, ըրվամը աստված կզան ախրավա։ Կամ հակառակը, մեր տար Հիսուս Քրիստոս ալահու վերոզում չյուրանց կլխեն թակավեինի, պրեցիկ աչքի զրաչեն սպնեցեք։ Ասել է թինչա։ Հեչ վեր Իբրահիմ հանը քեզ մղերը տամա տակազմված է հայ այրունից։ Դու Մելիք հանցտարային ուսխան են վեր հանց հարիշտակնեն տնելուն աստվածին դրախտը։ Էй Մելիք, ժամանակնա վեր դու քուքելի դաղոտքը անիս։ Այ ավազակ, ըրվաման վեր ես ու դու մինտեղ կարել չնքապրինք։ Հա, Մելիք ապրած կենա, լիսն ու մթենի կարել չմինտեղ կենա։ Վան երկին վեր սոտն տխմարությունը խարնվում ուրուշ։ Մելիքը Պուղուն ետականջում տված պաշտոնան, եկ մինել պատմինք։ Թա ինչ խորհուրդ տվա Պուղուն տա։ Հա, Պուղուն դային տղան Գրիգորել, կյամա, Պուղուն կողքը, այմ ըրնա աղբեր, եկալում կողքը թխորորցի, մերշենի քյոխան ինձ ամեն հինչա զրկալա, լողջիս թլանալա, եկալում կողքը դվեր ինձ օգնիս, կնյամ հսնիմ, գերագույն դատավորի Սարաբիոն բեկի կողքը կենգյատ։ Բյալի մս խղճերիս ըզադետ ամպետ քյոխեն ծերքան, քյոմա գրա դրա կողքը ընգնի։ Քինասվեչ, էդ գիրագույն դատավոր Սրապիոն բեկը ու իրա մնացած դատավորներ ու իրավունքների շան առաջ կցած մի վսկրու գինել չմտա, քյասվեչ, քեզ լնանը։ Ուրեմն ես աշխարհքում արդարություն չկա։ Կա, շտեղ, գերիզմանումը, ուրեմն մղնիմ, չէ, պայնչանիմ, տոսպան է քյուխինել, տրանամծնել, լողջին հուվեր քեզ թլանումա, զրկումա, ուրիշ թեյրը չկա։ Ձեր ես պատմածից, ինչ տեսը քաղալ, ինչ խրատ ատվալ ձեզ, ես ամեն ինչը։ Ես դեպքում լավալղոտ, իսկ հանդե թշնամ ու տված զմղր է։ Ամեն օր մղր ու կարակ տալ Իբրահիմին հետի միջոցա, իլել
մելիք սթափություն ու զգոնությունը թուլուցնել։ Տիա միշտ է, ասան հրևանը, ընգեր ենք խաղաղ ապրինք։ Բայց այդ ամեն մի կաթ մղրի մեջ մեր արյունն է ելել ու դրա ուտելի մեջ մեր վղեն յորոնելն է ելել։ Անի, դու ինչ դասս խաղալ, ինչ խրատ։ Մելիքը գիմը վերտա եղա, բայց իրան հետ է տա մղրը, որովհետև դի ավելի հեշտ է։ Ու ավելի հարմար է, չի ելել դի։ Դուք իրավացի, խոխեք։ Պլուպուղու զրույցները ահազանգում են, որ քաղցր խոսքը չի կարող մաքրել անարդարությունը և որքան շռայլ լինի իշխանության մեղրը, այն չի վերածվում իրավունքի։ Պլուպուղու խոսքը մեզ համար ճանաչման գործիք է տարբերել մեղրի քաղցր լեզուն լեղու դառը բովանդակությունից, շփոթել շքեղ գովերքը արդարության հետ և հիշել լույսն ու խավարը չեն խառնվում։ Եթե ուզում ենք, որ մեզ հետ ապրի արդարությունը, պետք է ընտրենք խղճի կողմը, առանց վախի, առանց քծնանքի և առանց բռնության։ Եթե կյանքում հարմարավետորեն լռենք, արդարությունը չի գա ինքնին։ Իսկ ելիր աղոթքդ արա հորդորը հիշեցնում է, կենցաղային հարմարավետ լռությունը աղոթք չէ, այլ մոռացության ծես։ Երբ հաջորդ անգամ մեղրը շատ քաղցր թվա, հիշենք, ճշմարտությունը քաղցրություն չունի։ Այն դառնահամ լուծում է պահանջում, իսկ այդ լուծման լեզուն երբեք արյունահամ մեղրը չէ։ Պենդ կացեք, տեմք կացեք։